Ողջույն բոլորին, շուտվանից վիդեո չի հանեմ, ուզում եի խոսենք մի քիչ ընդհանուր թրեյդինգի մասին, էսի ինչ որ ուսուցողական վիդեո չի, ինչ որ մատերիալ չկա ուսուցողական, ասենք ինչ է ճապոնական մոմը, ինչ է մակարդակը, ինչ է ATR եւ այլն, ուղղակի զուտ շուտվանից վիդեո չի հանել, դե գիտեք, զբաղվում եմ թրեյդինգով, դեյ թրեյդինգով, ուղարկում եմ սկրիններ իմ գործարքներից, թե շահութաբեր, թե կորուստներով, դրա համար ես վերջերս մի քիչ пассив եմ վիդեո գցելու առումով, հիմնականը փորձում եմ անեմ շաբաթ կիրակի, հասկանում եմ, որ շաբաթը մեկ ձեզ համար մի քիչ կարող է ձանձրալի լինել, բայց այնուամենայնիվ գոնե ինֆորմացիոն առումով փորձում եմ ակտիվ լինել, տեսնում եք ինչպես եմ ուղարկում նորություններ կապված պատերազմի հետ, թե ինչպես կարող է շուկան ռեակցիա տալ այդ պատերազմներին։ Ուղղակի զուտ ուզում եի պես խոսենք թրեյդինգի մասին, իզուր չի որ էս նկարը ընտրել եմ, տղել տխուր նստած է, էսի դուք եք, այսինքն սկսնակները, ինչպես եւ ես եմ եղել ժամանակին, ինչպես եւ բոլորն են եղել ժամանակին։ Ուղղակի զուտ ուզում եի խոսել նրա մասին, որ այսօր անընդհատ վիդեոներ են գցում ինտերնետ, որ դուք կորցնում եք, եթե ուզում եք չկորցնեք, եկեք միացեք մեզ, մի ամսից կսովորեք, չգիտեմ ինչ, 3 ամսից արդեն կստանաք միլիոններ։ Ուզում եի ուղղակի բացատրեի ձեզ ինչ է թրեյդինգը, ոնց են աշխատում շուկաները, ոնց են աշխատում թրեյդերները, ոնց եք աշխատելու դուք, երբ որ դառնաք արդեն պրոֆեսիոնալ։ Ասեմ, որ գիտելիքը կազմելու է ձեր թրեյդ գործընթացի ընդամենը 20%-ը, 80%-ը, որ դուք դառնալու եք լավ թրեյդեր, դա կախված է լինելու ձեր փորձից, այսինքն չկա մարդիկ, ովքեր 2-3 ամսում դառնում են լավ թրեյդեր, չկա մարդիկ, ովքեր 1 տարում դառնում են լավ թրեյդեր, դա անհնարին է, ոչ միայն թրեյդինգի մասին։ Եթե դուք բժիշկ եք, դուք չեք կարող մի քանի ամսում դառնաք բժիշկ, եթե ուզում եք դառնաք իրավաբան, չեք կարող մի քանի ամսում դառնաք իրավաբան, կամ թե ուզում եք տարվա մեջ, ձեզ պետք է փորձ։ Այդ փորձը ձեռք է բերվում տարիների, ոչ թե ամիսների, շաբաթների ընթացքում, տարիների ընթացքում։ Հաճախ TikTok-ով վիդեոներ եմ տեսնում, քեզ պետք չի ստրատեգիա, արի խեջ անենք, չգիտեմ ինչ անենք, խեջը ասեմ ինչ, ժողովուրդ ջան, դա ինը որ դուք երկու կողմանի պոզիցիա եք բացում, այսինքն մի հատ long, մի հատ short, ու հենց այն պահին արդեն որ շուկան ինչ որ մի հատ ուղղություն ճնշում է, այսինքն եթե դուք բացել եք $100 եւ long եւ short, ու ինչ որ ընթացքում long խաղացողները ճնշում են շուկան, այսինքն չեն թողում որ short անողները վաճառեն, բարձրացնում են շուկան, այդ ընթացքում դուք այդ միկրո շահույթը փակում եք ձեր պոզիցիան ու վաստակում եք ձեր միկրո շահույթը, բայց ասեմ թե ներդրումների համար, թե խեջի համար պետք է մեծ փողեր, չտրվեք ինչ որ անկապ ինֆորմացիաների, որ դուք $1000 կարող եք դարձնել միլիոն։ Հիմա կան այդպիսի ինֆորմացիաներ, ես նայում եմ, եկեք միացեք մեզ, չգիտեմ, ներդրում կատարեք այսքան գումար, կստանաք այսքան, 50-60% եկամտաբերություն, չկա այդպիսի թվեր, չկա։ Ոնց ասեմ, հələ մի հատ այսպիսի մի օրինակ բերեմ, էլի։ Օրինակ Google-ով փորձեմ տենամ կարամ այդպիսի մի բան գտնեմ, որը դուք շատ եք տեսնում, finance, profit, օրինակ էլի, տենանք, ահա, այսի բացենք, օրինակ այսի տենանք բացի, my profit, նայք 951% profit, դուք հաճախ եք տեսնում այսպիսի սկրիններ, պոստեր Instagram-ում, TikTok-ում, չգիտեմ այլ տելեգրամյան ալիքներում, 951%, ուշադրություն դարձրեք 20x, այսինքն եթե սա 1000% համարենք, մի քիչ հեշտ է էլի հաշվել եմ, 20x-ով, այսինքն ինքը 50% շարժ է վերցրել, 50%, սա երևի եղել է ամիսների ընթացքում, շաբաթների ընթացքում, չգիտեմ, սա երևի ինքը շորտ է բացել, այդ անկապ coin-ի, օրինակ էս ինչ է, AU USDT, այդ հիմարություն, ինքը 50% վերցել է, նայեք, ինքը մտել է 0.72 գնի մեջ, դուրս եկել 0.49-ի մեջ, 50%, հնարավոր է ձեզնից ինչ որ մեկը կարողանա այդ 50%-ը պահի, այսինքն դուրս չգա 5-10%-ից հետո 50%-ը պահի, բայց դա լինելու է ձեր կյանքում ընդամենը մի անգամ, իսկ պլյուս 951%-ը սա մի նայեք, գրած է պլյուս 951%, բայց ինչ գումարի 951%, ինքը հնարավոր է այստեղ մտել է $10-ով, ու ինչ օգուտ պետք է լինի դրանից, ասենք 100 կամ $1000, լավ այդ մի անգամ, բայց հետո, հա, ուրիշ բան, եթե
ասենք $1000 մտնես, 1000-ի 1000%-ը ինչ որ բան կփոխի, բայց ոչ մեկ չի մտնի այդ գնում, ոչ մեկ։ Հա, եղել են դեպքեր, որ մարդիկ ինչ որ $1000 մտել են, օրինակ ես միշտ ասել եմ, էլի այդ կրիպտո այդ մոդան, հա, ասենց ասենք, այդ կրիպտո տրամպլինը սկսվել է 2020 թվականին, երբ որ կորոնավիրուսը եկավ, ընդհանուր շուկաները բոլորը անկում ապրեցին, ինչպես եղել է 2008 թվականի կրիզիսի ժամանակ, հիպոթեկայի կրիզիսի ժամանակ, դրա մասին պետք չի խոսալ, ինքը մեծ թեմա է, երկար թեմա է, անիմաց ձեզի պետք չի։ 2020 թվականին, երբ որ կրիզիսը սկսավ կորոնավիրուսի պատճառով, բոլոր շուկաները անկում ապրեցին, ու այդ ժամանակ պետք էր ինչ-որ բան, որ մարդիկ հավատային դրան, գումարներ դնեն, ու այդ ժամանակ սկսվեց մասշտաբային ձևով գովազդվել, մարքեթինգ քայլեր կատարվել կրիպտոյի նկատմամբ։ Դրա համար, ասենք, Solana-ն $2-ից դարավ 250, BNB-ն $10-ից դարավ 600-700, մինչև այս վերջերս $1300, Bitcoin-ը 18-20 հազարից դարավ 120 հազար, հասկանում եք, չի լինում իրականում տենց բաներ։ Եթե դուք հետ գնաք, այնպիսի հզոր կամպանիաներ, ինչպիսին է Tesla-ն, Amazon-ը, Nvidia-ն, իրանք կարճ ժամանակում այդպիսի X-եր չեն տվել։ Nvidia-ն իր սկզբնական ժամանակներում, եթե չեմ սխալվում, արժեր $10, $8-ից $10, այս բային $200-ի տատանումա տալիս, բայց էդի 20 տարի առաջ։ Իսկ չգիտես որտեղից եկան ինչ որ Solana-ներ, Ethereum-ներ, չգիտեմ, Monero-ներ, Պավել Դուրովի Telegram-յան այդ տոնը ու մի քանի տարվա ընթացքում, նույնիսկ ամիսների ընթացքում X-եր տվեցին։ X-եր, որովհետև այդ ժամանակ մարդիկ չէին վստահում, ամերիկական շուկաները ընկնում էր, ռուսական ընկնում էր, ոչ մեկ չգիտեր որտեղ ներդրում կատարել, մարդիկ ներդրում էին կատարում կրիպտոյի վրա, որովհետև լավ գովազդեցին։ Երիտասարդները սկսեցին հավատալ կրիպտոյին, հետո արդեն ուրիշ sense փողատեր ձյաձյաներ տեսան, որ կրիպտոն բարձրանում է, սկսեցին ներդրումներ կատարել կրիպտոյի վրա, բայց ոչ մի բանկ, խոսքս վերաբերում է ամերիկական բանկերին։ Երբ որ խոսում ենք բանկերի մասին, մենք չենք խոսում Կոլումբիայի բանկերի մասին, Հայաստանի կամ Ռուսաստանի բանկերը, որոնք ղեկավարում են ամբողջ կապիտալը աշխարհում, դա ամերիկական բանկեր են։ Ամերիկական բանկերը, Ժորժ ջան, երբեք կրիպտո ներդրում չեն կատարում։ Դա հիշեք։ Եթե ձեզ կասեն, սովորեցնում ենք smart money-ին անգլերենից թարգմանաբար հայերեն նշանակում է խելացի գումար, մենք smart money անալիզ ենք անում կրիպտոյի վրա, որովհետև բանկերը այստեղ գնում են Bitcoin, այստեղ վաճառում են, ոչ մի բանկ չի գնում Bitcoin։ Դա հիշեք, որովհետև կրիպտոն ինքը բարձր ռիսկայնություն ունեցող ակտիվ է, իսկ բանկերի ռիսկ մենեջերները, ովքեր տարիների փորձ ունեն, ովքեր սովորել են այնպիսի համալսարաններում, որոնց մասին մենք չենք լսել, չենք էլ կարող լսել, չենք էլ երազել, այդ մասնագետները երբեք թույլ չեն տա, որ մեծ կապիտալը, խոսքը տրիլիոնների մասին է, ներդրում կատարվի ինչ-որ փուչիկ պրոյեկտների մեջ։ Բացի դրանից, կրիպտոն ինքը, օրինակ Bitcoin-ը, եթե համարենք լիկվիդային գործիք, ինքը այդքան էլ լիկվիդային չի։ Սա կասեմ ինչի, որովհետև կրիպտոյի կապիտալիզացիան իր պիկի ժամանակ, եթե չեմ սխալվում, տրիլիոն էր, չէ՞, $1 200 միլիարդ, իսկ բանկի համար տրիլիոնը փող չի։ Եթե լսել եք BlackRock-ի մասին, մենակ BlackRock-ի ակտիվները կազմում են $14 տրիլիոն։ Այսինքն, եթե իրանք ուզենան $1 տրիլիոն Bitcoin առնեն, պետքա $1 տրիլիոն վաճառեն Bitcoin, հասկանում եք, այսինքն մենք բոլորս պետքա վաճառենք, որպեսզի իրենք կարողանան տրիլիոնի գնել։ Իսկ եթե պատկերացնենք, իրենք այնուամենայնիվ գնեցին տրիլիոնի, մենք վաճառեցինք տրիլիոնի, իրենք գնեցին, հետո ում վրա են վաճառելու, հարց։ Դա ձեր դասատուներին ասեք, որ ասում են բանկերը առնում են կրիպտո, բանկերը կրիպտո չեն առնում, բանկերը առնում են ոսկի, նավթ, առնում են ակտիվներ ամերիկական կամպանիաների, նույնիսկ ռուսական շուկա են մտնում ամերիկայի բանկերը։ Դրա մասին ամեն կարևոր չի, կարող չխոսենք։ Հիմա ինչ է թրեյդինգը։ Նայեք, էսի պատկերացրեք շուկա է։ Շատերը թրեյդինգը պատկերացնում են order բլոկներ, չգիտեմ, trend line-ներ, հենց անենք էլի որ ավելի հասկանալի լինի։ Մենք բացենք Ethereum։ Ուրեմն Ժորժ ջան, սա թրեյդինգ չի, սա թրեյդինգ չի, այսպես նկարներ նկարում են, գցում են ինտերնետ, չգիտեմ ինչ, մի քիչ ֆիլմեր նայեք, գրքեր կարդացեք, ես այս գրքերը խորհուրդ կտամ թրեյդինգի վերաբերյալ։ Հիմա հարց, պատկերացրեք մեծ օֆիսներ, ֆիրմաներ որոշում են այստեղ գնեն Bitcoin, ինչ ձեր կարծիքով իրանք դնում են, սենց գծում են, հա, սենց բաներ են անում, ասում են լավ, դեսի որ ջարդեց,
ստե եկավ բացավ մի հատ order block, իջավ, ստե հանկարծ stop չբռնի կառնենք, ասեք որ ծիծաղալի է, էլի։ Ասեք որ խնդալի է ուղղակի, ես չեմ պատկերացնում ոնց կարող մարդիկ ասենք հավատան նման ապուշությունների։ Trading-ը, գրաֆիկան, շուկան, դա դուք եք, դա օրգանիզմ է, մի հատ մեծ օրգանիզմ է։ Դուք պետք է այնքան փորձ ունենաք, այնքան նայեք գրաֆիկական պատկերներին, այնքան stop բռնեք, այնքան ճիշտ ժամանակին դուրս գաք շահույթից, ոչ թե պահեք երկար, հետո փոշմանեք, ասեք, վայ, կարա իստե $1000 վաճառեի, $1000 աշխատեի, բայց չէ, իջավ դառավ $200 նոր վաճառեցի։ Փորձ ունենաք։ Միակ բանը, որ աշխատում է, դա այս գիծն է, բայց հարաբերական, այսինքն նշ որ ջարդեց դե պետքա շորտ մտնեք։ Ինչ է այս գիծը։ Նայեք, որ խփում եք վրան, իրեն ինքը գինա բերում։ Գինա բերում, ունեք $2625։ Ու դուք ինքներդ ձեզ հարց տվեք։ 2625-ը ինքը մեծ գին է Ethereum-ի համար, թե փոքր։ Արժի այստեղ վաճառել, թե մարդիկ ասեն լավ հերիք է, այստեղից ընկավ, այստեղ արժի առնել։ Հասկանում եք, այսինքն երբ որ սկսեք դրամաբանել, հենց այդ ժամանակ ձեր trade-ը ստացվի է, դա շուկա է։ Նորից եմ ասում, պատկերացրեք, SE գրաֆիկա է, գրաֆիկական պատկեր է, դուք եկել եք, չգիտեմ, ինչ ասենք, բանջարեղեն, միրգ, ինչ որ բան գնելու։ Ու պատկերացեք, ես վաճառողը ձեզ վաճառում է $100, այս մեկը 200, այս մեկը 300։ Դուք այստեղ ինչ որ order block պետք է գտնեք, որ այդ խնձորը առնեք։ Հա, կամ ինչ որ fair value gap, կամ ինչ որ trend line պետք է գծեք, որ երբ որ $100 ջարդեց ընկավ, այդ ժամանակ առնեք։ Ու ասեք, որ ապուշություն է, էլի։ Ճողակի ասենք այնքան են արդեն մարդիկ այդ թեմայի վերաբերյալ խոսում, այնքան մարդկանց են խաբել, որ ասենք էլ ասելու չի։ Հիմա հարց, երևի ձեր մոտ հարց առաջանում, ինչի համար եմ ես անվճար դասընթաց տալիս։ Ես ասել եմ, սա դասընթաց չի, սա ուղղակի հոբի է, ինձ դուր է գալի այս գործը։ Ինձ դուր է գալի, ես շաբաթը 5 օր trade-ով եմ զբաղված, որ օրը որ ես գործարք չեմ բացում, ես հետևում եմ անընդհատ, դրա համար տեսանյութներ ձգտում եմ չգցեմ։ Հենց ինչ որ նորություն է լինում կարևոր, այդ ժամանակ ես ուղարկում եմ ձեզ, բայց տեսանյութեր երևի տեսել եք, ես վերջերս չեմ տեղադրում, որտեղ չեմ հասցնում, ես զբաղվում եմ trading-ով, day trading-ով, is day trader-ը, scalper-ը չի կարա ձեզ համ դասընթաց տա, համ trading-ով զբաղվի։ Scalping-ի մասին ես չեմ խոսում նույնիսկ։ Հասկանում եք, scalping-ը, եթե scalping-ից հասկանում եք, իրանք մենակ գրաֆիկական պատկերներին չեն նայում։ Ես գիտեմ շատ scalper-ների, ովքեր ընդհանրապես գրաֆիկական պատկերների չեն նայում։ Իրանք օգտագործում են տերմինալներ, ունեք C-scalp-ը կամ ռուսական կա private bond-ը։ Այսինքն դու պետք է անընդհատ շուկայի մեջ լինես։ Հեսա ցույց տամ։ C-scalp։ Այսինքն ոնց որ հա, այնքան չեմ օգտվում, մոռացել եմ։ Նայեք, հիմա դուք բացում եք գրաֆիկական պատկեր, շատերը նույնիսկ չեն էլ բացում սկալպերները։ Ու այս ստականն են բացում։ Ստական, բաժակ, չգիտեմ, order book, ուզում եք ասեք, տարբերություն չկա։ Հիմա դուք պատկերացնում եք, դուք ձեր աչքերը պետք է 4 8 հարած նայեք այս տերմինալին ու տենաք, որ օրինակ, չգիտեմ, օրինակ ոնց են իրանք աշխատում։ Մակարդակը գծում են գինը 1.11 օրինակ, իրանք նայում են 1.11-ի վրա, օրինակ այստեղ 30,000, ստե ինչա կարդանո է վաճառում, 30,000 կարդանո դա մեծ գումար է։ Ահա, իրանք հասկանում են, որ այստեղ պատ է դրված, որ գնորդները դժվար թե կարողան այդ 30,000 կարդանոն գնեն ու ջարդեն վերև, այդ ժամանակ շորտ են բացում, իջնում են ներքև։ Դուք հասկանում եք, դուք ամեն վարքյան դուք պետք է լինեք այդ տերմինալի դեմը։ Դուք ոնց եք պատկերացնում, դուք կարող եք ամեն վարքյան տերմինալով աշխատեք, համ էլ ինչ-որ մարդկանց դասեր տաք։ Ես մի կողմից կհասկանամ, որ դասընթացներ լինեն մենակ շաբաթ-կիրակի օրերը կամ լինեն երեկոյան ժամը 9-ից 10-ից մինչև 12-ը, բայց օրվա ընթացքում 3 առավոտյան դուք պետք է անընդհատ գրաֆիկական պատկերի մեջ լինեք։ Դրա համար եթե դուք ունեք ուսուցիչներ, մի հատ հարցրեք իրանց, ինչքան գումար են աշխատում, երբ են trade անում, ամենակարևորը, ու եթե իրանք դες կոնկրետ ինչ որ ժամ են ասում, օրինակ ասում են Նյու Յորքի սեսիայի ժամանակ են trade անում, ժամը 5-ից 6-ից սկսած, պահանջեք իրանցից այսպիսի screen-ներ, որը ես ձեզ ուղարկել եմ, թե շահույթի հետ կապված, թե կորստի հետ կապված, այսպես, օրինակ $257 մինուս, այսպես, սա prop ֆիրմա է, Funding Pips, մեր ֆիրման է, աշխատել ենք $483, պահանջեք սա, եթե լինեն, այդ ժամանակ կարող եք իրենց վստահել, եթե ոչ, ուրեմն փուչի կամ ուրիշ ոչինչ։ Շուկան հասկացաք, չէ՞, օրինակ ես մարդը վաճառում է 100-ով, 200-ով, 300-ով։ Գինը դա մակարդակն է։ Այս մակարդակն է։ Ethereum, ահա։ Այսը գինն է, ինչ գին է, 2780։ Հիմա այսից խնձորն է նույն, վաճառում է 2780-ով։ Ու եթե 2780-ը ձեր համար թանկ է, դուք այստեղ չեք գնում, սպասում եք ջարդի, այսինքն գալիս եք, ոնց եք մտնում շուկա, ասում եք ինչքան, ասում է 2780, ասում ես թանկ, ասում հալա 2.5։ Եթե 2.5-ը քեզի դուր է գալիս, սպասում ես գինը հասնի 2.5, նոր գնես։ Հասկանում եք, սա
փորձում եմ ես ձեզ ցույց տամ ինչա trade տրամաբանությունը։ Եսի կոմպյուտերային խաղ չի գծեք դնեք, ասում ա դե սենց ենք անում, ջարդից մտնում։ Էս ինչա։ Ինչա էսի։ Ոչ գինա, ոչ գիտեմ, չեմ կարող ուղղակի հասկանամ էս ինչա։ Դուք ասենք լեզուս բաթ ընկավ, ես չեմ հասկանում էս ինչա։ Չգիտեմ ոնց ներկայացնեմ էս ինչա։ Ինչի են մարդիկ էսի ջարդելուց հետո մտնում։ Հասկանում եք, ու երբ որ ջարդվավ, գինը եկավ հասավ 2.5-ին, օրինակ դուք նայում եք, տենում եք, որ մարդիկ 2.5-ով չեն ուզում գնեն։ Լավ ասում եք, որ դες հարիվ չեմ, ես էլ 2.5-ով գնեմ։ Ջարդվավ շորթ էր մտնում ախպեստը։ Հասկացաք միտքը։ Մոտավոր ես դες փորձեցի բացատրեմ ինչա թրեյդինգը։ Գրաֆիկական պատկերը դա էս է։ Շուկան է։ Այս է։ Դուք պայմանավորվում եք վաճառողի հետ։ Եթե դուք գնորդ եք, եթե դուք վաճառող եք, դուք պայմանավորվում եք գնորդի հետ։ Հասկացաք։ Դες ձեր է տալի այդ գինը, դուք այդ գնով առնում եք, ձեր չի տալի, վաճառում եք։ Ձեր այդ trend line-երը բարձրացնեք վերև, իջացնեք ներքև, աշ, ձախ, ուղիղ, չգիտեմ, այդ ինչեր եք անում, ասենք Minecraft-ը, ինչ է, այդ ինչ եք խաղում։ Հարգեք։ Եթե ձեր ուսուցիչները սովորացնում են այդ, դուք ոչ թե մի համաձայնվեք դրա հետ, այլ իրան հարց տվեք, եթե ինքը trend line-ը գծում, այտենց թեք ասում է, եթե ջարդվեց մտնում եք։ Հարցը ինչի համար։ Տրամաբանությունը որն է, նա դες բացատրի։ Օրինակ ես կարամ տրամաբանեմ, ինչպես դասընթացներում ասել եմ, թե ինչա range-ը ու ոնց է ինքը աշխատում։ Նայեք, գինը եկավ, իջավ, մտավ range-ի մեջ։ Էսի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 օր, 9 օր։ Կռոպն է խաղացողը, պոզիցիա է հավաքի։ Լուրջ տրեյդերները, ինչպեսին են Գերչիկը եւ այլն, ձեզ սովորացնել են սա, բայց իրանք չեն կարողանում sense հիմնովին բացատրեն ինչա դա։ Հիմա ես ասեմ ինչա սա, ոնց այդ պոզիցիան հավաքվում։ Մեկը այստեղ դնում է մեծ քանակությամբ լիմիտ օրդերներ։ Այդ մեծ խաղացողը բանկեր է, այդ որ ձեզ ասում են, համարենք բանկեր, բայց ելի եմ ասում, բանկերը Ethereum, Bitcoin եւ այլն չեն առնում, սրանք զիբիլ են իրենց համար, բայց պատկերացրեք, եսի լիմիտ օրդերներ է, որը բանկերը դրել են որպեսզի գինը մենք դուք ամբողջը կամ ինչ-որ մի հատ հարուստը չկարենա անկարծ ջարդի։ Ու այստեղ իրանք վաճառում են։ Նույն լիմիտը իրանք դնում են այստեղ։ Ու գինը գցում են այսպես մեծ արանքի մեջ։ Կամեք ճնշում են երկու արանքի մեջ, որ ոչ իջնի, ոչ ելնի։ Ու այստեղ նայեք, իրանք այստեղ վաճառում են, այստեղ գնում են, այստեղ վաճառում են, այստեղ գնում են, այստեղ վաճառում են, այստեղ գնում են։ Ու երբ որ իրանք օրինակ միլիոնով վաճառեցին 900-ով գնեցին, միլիոնով վաճառեցին 900-ով գնեցին, ու իրանք այստեղ ինչ որ գումար են աշխատում, ասենք 2 միլիոն դոլար, ինչի համար որ իրանք մտել էին շուկա։ Վերջ, այստեղի լիմիտ օրդերները հանում են ու արդեն սկսվում է մասսայական վաճառք։ Всё, իրանք արդեն չի հետաքրքրում, թե գինը ուր է այթալու։ Իրանք արդեն հետևում են։ Ու երբ որ գինը ասենք իջնում է մի հատ ինչ որ հզոր տեղ, որտեղ որ իրանք փնտրում են նոր գնման տեղեր, օրինակ այստեղ։ Հասկացաք։ Իրանք նա թեթև թողում են, որ գինը իջնի, բարձրացավ ու այստեղ լիմիտ օրդեր են դնում։ Ու այստեղ սաղ ստոպ են կորցնում, հասկանում եք։ Իրանք դրա համար են մտնում շուկա, իրանք մտնում են, որպեսզի գնեն, վաճառեն, իրանք ուզած գումարը աշխատեն ու դուրս գան շուկայից։ Իրանք թքած ունեն ձեր վրա, ձեր ստոպերի վրա, չգիտեմ, մարքեթ մեյքերներ, բան անկամ բարեր են օգտագործում, փորձում են ձեր կողմը, ձեր դիմաց Երևան շատ խելացի, բայց չկա այդպիսի բան։ Երբ որ ձեր դասատուները սենց խոսում են, բա սենց մենք ավտոներ ունենք, Դուբայում տներ, բան ուղղակի ցույց տվեք։ Ուղղակի ցույց տվեք եւ մենք կհամոզվենք։ Ինտերնետում շատերը անում են նման դասընթացներ, մարդկանց խաբելով, սկամ պրոյեկտներ, այս վերջում նույնիսկ սենց մի հատ coin էր հենց XYZ verse։ Շատերը գնում էին այս XYZ-ին, սրա պատմությունը մի հատ ուրիշ անկա պատմություն է, մարդիկ 15-ից 20 միլիոնի կարգի ներդրում են անում, որ պետք է ինքը մտնի Max բիրժա listing-ի, ինքը մտնում է Max բիրժա, բայց չեն թողում, որ դու ամբողջ քո coin-ները վաճառես։ Գինը 0.4-ից 5-ից հասնում է մինչև $2, այսինքն 4x է տալի, իսկ երբ որ մարդիկ ուզում են վաճառեն, ստանան շահույթ, չեն թողում, որ վաճառեն։ Գները իջնում է, ու հիմա մարդիկ այլանդակ մինուսի մեջ են, եթե չեմ սխալվում, այդ coin-ը մոտ 90% իր ուժը, իր արժեքը կորցրել է։ Հիմա նույն բանը անում են ձեր դասատուները ձեր հանդեպ։ Այսինքն ոչ թե այսինքն ձեզ ինչ որ սկամ պրոյեկտ են առաջարկում, դուք մտնում եք մեջ ու մինուս եք եթում, չէ, ուղղակի ձեզ ասում են ուզում եք սովորեք թրեյդինգ, եկեք 3 ամիս, 3 ամսից ձեզ կսովորացնենք թրեյդինգ, ամիսը, չգիտեմ, $1000։ Իրանք ձեզնից վերցնում են ձեր գումարը, ձեզ սովորացնում են ինչ որ մի հատ փուչիկ, հա, այսպես ասենք,
Բայց ինչի, որտեվ իրանք էլ չգիտեն ինչա տրեյդինգ, իրանք փող չեն աշխատում այդ շուկայից։ Ուղղակի իրանք տեսել են, սովորել են, իրանք էլ են խափե, իրանք մտածում են, իրանք գուրու են, պրոֆի են այդ գործի մեջ ու նույն բանը ձեզ են սովորացնում։ Հիմա անցնենք, նայեք, չի երևում չէ, այդ ստե մի հատ նկար ունեմ, ես եմ սարքել, անունը դրել եմ միլիոն, $1000 ինչպես կդառնա միլիոն, ինչքան ժամանակում։ Այս մեկը հաշվում ենք որպես 1 տարի, ներդրում եք կատարում $1000, տարին 60% եկամտաբերությամբ, տարին 60% էդի ահռելի բան է։ Դուք երբեք չեք կարա տարին 60% սարքեք։ Երբեք։ Աշխարհում եղել է ընդամենը մի պատմություն, մի հատ շատ լուրջ տրեյդեր, ով շատ ուժեղ մաթեմատիկոս էր, մենակ ինքը իր թիմի հետ, եթե չեմ անունը պրոստը չեմ հիշում, տարին 57% իրենց ամբողջ գումարի 57% շահույթ են բերել։ Դա մենակ ինքն է եղել։ Բայց լավ, պատկերացնենք, որ դուք իրանից շատ խելացի եք ու ամեն տարի, ասեմ, ստաբիլ 60% ձեր շահույթին ավելացնում եք գումար։ Տարի 1 $1000-ին 60%, 1600%, մալադեց, շատ լավ է։ Հետո արդեն այս $1600-ին 60% եք ավելացնում, ստանում եք 2560։ Ու նայեք, 10 տարի, 11, 12, 15, 16-րդ տարում, 16 տարի հետո դուք նոր կարող եք ձեր $1000 դարձնել միլիոն ու ավել։ Եթե ստաբիլ ամեն տարի աշխատեք $60, եթե 16 տարի անընդմեջ դուք ձեր շահույթը չօգտագործեք ու ստաբիլ 60% բերեք այդ ձեր շահույթի վրա։ Դուք պատկերացնում եք, հնարավոր է սա։ Այդ խնդրում եմ, էլի, ես նկարը ուղղակի screen արեք, նկարեք ձեր հեռախոսի մեջ ու տարեք ձեր այդ ուսուցչին ցույց տվեք, ասեք ու ոնց կարանք մենք $1000 դարձնենք միլիոն։ Գիտեք ինքը ինչ ասելու, դե $1000-ով մտնում ես օրինակ Binance, $1000-ով 100x-ով պոզիցիա ես բացում, որը համարյա հավասար է $100,000-ին։ Ու $100,000-ին մի հատ ինչ-որ coin ես մտնում, ով մի հատ pump անում, 1000% ելնում է վերև, վաճառում ես ու ստանում ես միլիոններ։ Էդի տրեյդինգի հետ կապ չունի։ Եթե տենցա գնացեք Vivar-ով, այդ $1000 դրեք, հնարավոր է 1000-ը դառնա 2000։ Տրեյդինգի մեջ էդի հնարավոր բան չի։ Խնդրում եմ էսի նկարեք, էլի, իրոք էս ինչ շատ դուր եկա, ոնց է հնարավոր 1000-ը դարձնել 1,200,000։ $1000 դուք կարող ես դարձնել 1,200,000։ Եթե օրինակ մտնես ինչ-որ prop ֆիրմա։ Ինչա prop ֆիրմա, դրա մասին հետո մանրամասն կխոսենք, բայց հիմա ուզում եմ երկու բառով ձեզ ասեմ ինչա prop ֆիրմա։ Prop ֆիրմաները դա այն ֆիրմաներն են, ովքեր ձեզ առաջարկում են անցնեք challenge-ներ, օրինակ ինչ-որ մի հատ challenge 10%, ասում է դու $100,000-ին ավելացրու 10%, այդ հաշիվը դեմո է, իրական հաշվի հետ ընդհանրապես կապ չունի։ Ասում է 100,000-ը 10% ավելացրու, այսինքն սարքի $110,000 ու սարքելուց հետո դու այդ 100,000-ի վրա ինչ աշխատես 80% լինելու է քոնը, 20-ը մերը։ Ինչն է այստեղ, ոնց ասեմ, իրենց օգուտը կամ խապկանքը, ասենք ասեմ, եթե հասկացաք ինչի մասին է խոսքը, հիմա ձեր մոտ հարց առաջանում, եթե դեմո հաշիվը, այսինքն ինքը հաշիվ չի, օդ է, 100,000-ը դարձնենք 110,000, ինչի համար մեզ պետք է գումար տան իրանք, այսինքն իրանք ստանան դրա դիմաց օդ ու մեզ փող տան։ Հիմա նայեք, 95% այդ հաշիվները կորցնում են, այդ հաշիվների վրա լիմիտ է դրած, օրինակ եթե 100,000-ը դարձնեք 95,000, կորցնեք 5%-ը, թռնում եք խաղից։ Ու այն մարդիկ, ովքեր $100-ով գնել են այդ challenge-ները, իրանք պարտվում են, այդ $100 մնում է իրանց, իսկ ով կարող է 100-ը սարքի, օրինակ 108,000 ու վաստակի $8,000, այն 30,000-ը, որը որ մարդիկ կրվել են, 30,000-ից 8,000-ը տալիս են ձեզ, ասում են մալադես, դուք կարողացաք հաղթահարեք այդ շեմը, եւ մնացած 22,000-ը մնում է իրանց։ Մանրամասն դրա մասին հետո մենք խոսանք։ Ես ուղղակի ուզում եի բացատրել ոնց է հնարավոր $100 սարքել օրինակ $8,000։ Կամ եթե դուք ինչ-ինչ պատճառներով լինեք ուժեղ մի հատ գիտնական ու կարողանաք այս $1,000-ը 3 տարի անընդմեջ 60% գումարեք ու դարձնեք 4096, դուք կարող եք մտնել ինչ-որ մի հատ մեծարուս մարդու կողք կամ ինչ-որ մի հատ բանկ ու ասեք, գիտեք ինչ կա, պարոն Պողոսյան, մենք օրինակ նայեք մեր ստատիստիկան, բերեք ձեր մասնագետներին, թող իրանք նայեն ու տենան, որ մենք կարողացել ենք 3 տարի անընդմեջ 60% շահութաբերություն ձեռք բերել ու մեր գումարը 1000-ը դարձնել 5000, այսինքն 5 անգամ 3 տարվա մեջ մեր գումարը ավելացնել։ Ինչ եք կարծում, դուք կարող եք մեզ վստահել կամ ներդրում կատարեք մեր վրա օրինակ $5 միլիոն ու եթե 3 տարվա ընթացքում մենք 5 միլիոնը դարձնենք 10 միլիոն, տվեք մեզ օրինակ $2 միլիոն։ Այդ ժամանակ մարդիկ արդեն կասեն, որ դուք $1,000 դարձեցիք 2 միլիոն 3 տարում։ Հասկացաք, կան այլ սխեմաներ, լիքը շատ սխեմաներ, ես ձեզ այն ամենապրիմիտիվն եմ ասում։ Այդպես հնարավոր է, բայց տրեյդինգի մեջ եթե դուք $1,000 դնեք Binance-ի մեջ ու 16 տարի հետո սարքեք միլիոն, սա հավասար է ոչ թե 0-ի, այլ -1-ի։ Սա անհնարին ստատիստիկա է։
Հիմա հարց ձեր դասատուներին, այդ trade ուսուցիչներին կհարցնեք, ասեք լավ, օրինակ այս խմբի տղաները մեզ սովորեցրեցին ոնց հնարավոր 1000 դարձնել $1,200,000։ Ինչ կառաջարկեք դուք։ Ոնց կարանք մենք 1000 դարձնենք $1,200,000։ Ու ինձ ուղղակի հետաքրքիր է իրանց առաջարկները։ Կարող է իրանք ձեզ առաջարկեն բինարնի օպցիոն։ Էսի ամենածանր թեմաներից մեկն է։ Կա trade-ի մեջ օպցիոն։ Օպցիոնը դա նույն future-ն է, նույն spot-ն է, այսինքն նույն ոնց ասեմ, գործառույթն է trading-ի մեջ, ուղղակի տարբերվում է future-ը վաճառում ես գնում ես, spot-ը short չկա, գնում պահում ես, հետո ես վաճառում, օպցիոնը գրազի պես բան է։ Դուք ոնց որ բրոկերի հետ գրազ եք գալիս, իրան պրեմիա եք տալիս, ընդ կա put գին, call գին, sense բաներ ես չեմ խորացել օպցիոնի վրա, ինքը իմ համար այդքան էլ հետաքրքիր չի, բայց օպցիոնը գործառույթ է։ Շատերը Wall Street-ում բանում, իրանք օգտվում են օպցիոններից։ Դա օրինական է ու հսկվում է ամերիկական շուկայի կողմից։ Իսկ բինարնի օպցիոնը դա ընդհանրապես trade-ի հետ կապ չունի։ Ես ասել եմ, չէ, եթե դուք ուզում եք օգուտ ստանալ trade-ից, դուք պետք է հարաբերակցություն պահեք, օրինակ 1:3-ի հարաբերակցություն։ Այսինքն, risk management-ի մասին խոսանք այլ դասերի ընթացքում։ Այսօր ուղղակի sense մի հատ իրար հետ զրուցում ենք, էլի հաշվի։ Webinar-ի պես բան է։ Նայեք, կարաք մեկնաբանություն թողեք, եթե ձեզ դուր եկավ կամ ինչն է ձեր համար անհասկանալի կամ ինչին հետ դուք համաձայն չեք, սա կարանք քննարկենք։ Հիմա պատկերացրեք դուք $1000 մտնում եք պոզիցիա ու պատրաստ եք կորցնել 5%, որպեսզի աշխատեք 15%։ Հիմա եթե դուք 5%-ը կորցնեք, հա, ու հաջորդ գործարքի ժամանակ 15-ը շահեք, այսինքն դուք շահեցիք $10, իսկ բինարնի օպցիոնը ձեզ առաջարկում է sense, դուք մեկ էսի սարքեմ մի տոկոս, էլի որ ավելի հեշտ լինի ձեր համար, նայեք 1%, նայեք 0.1 կարմրավ նույնիսկ, այդից ապուշ հարաբերակցություն է, 0.8, բինարնի օպցիոնը sense է, ասում է տուր ինձ 1%, եթե պարտվեց, բայց եթե շահես, ես քեզ տալու եմ 0.8-ը, այսինքն $100 դիր, կկրես, կստանաս $180, այսինքն պլյուս $80, բայց եթե պարտվես, կորցնես $100-ը, հիմա այդ ինչ է, դա կազինո է։ Դա կազինո է, իսկ հիմա հարց, ինչ են մարդիկ մտնում այդ կազինոյի մեջ, նայեք, որովհետև եթե դուք այստեղ մակարդակ գծեք ու սպասեք, որ այն ջարդի, նայեք հələ քանի օր է պետք, կամ եթե էսի ժամանոց գրաֆիկ կա, նայեք հələ քանի ժամ է, կամ 5 րոպեանոց է, էսի եթե հաշվենք 5 րոպեանոց է 76 բար, 300 րոպե, 300 րոպեն քեզի անում է մոտ 5 ժամ, 5 ժամ պետք է սպասեք, որ ջարդի ու իջնեք, իսկ բինարնի օպցիոնը ասում է դու խաղում ես մոմի տարբերության վրա, դու գծում ես մակարդակ, որ օրինակ այս մոմը կարմրելու է, ու եթե ինչ որ 10 վայրկյանի ընթացքում այդ մոմը մնաց կարմիր, դու շահում ես, եթե 9-րդ վայրկյանը մոմը դառավ կանաչ ու կանաչով փակվեց, դու պարտվում ես, դու հասկանում եք, ինչ ապուշություն է, ոնց կարող է դրա մեջ մտնել։ Գիտեմ, հարգեք Ժորժ ջան, մի լսեք ինտերնետում այդ բինարնի օպցիոն գովազդողներին, չգիտեմ, այդ ձեր ուսուցիչներին պրոֆեսիոնալ, ովքեր ձեզ սովորեցնում են $1000 ինչպես սարքել, $1,000,000, $100,000, չկա տենց բան։ Լինելու են, հետագայում լինելու են օրինակներ, ինչպես է հնարավոր մեծ գումարներ աշխատել, ներդրում չկատարելով շատ ահռելի գումարներ, բայց ներդրում պետք է կատարեք, պարտադիր։ Ես ասել եմ, այս ուսուցումը զուտ ուղղակի հոբի է, այդ բնույթն է կրում, ուրիշ ինչ որ բան չկա, ես դասընթացներ չեմ տալի գումարով, ժամանակ չունեմ, որտեղ բացի trading-ից ես նաև աշխատում եմ, ունեմ հիմնական գործ, պլյուս դրան ինչ կստանամ ես, եթե ես վաճառեմ ձեզ կուրսեր։ Ոչ մի բան։ Հա, տենց ամիսը կարող եմ $2000-3000 աշխատեմ մի քանի ամիս կամ մի տարի, բայց վերջի վերջով ժողովուրդը հասկանալ է, որ այդ ամեն ինչը փուչիկով մի օր դուրս են գալու խաղից, ես մնալու եմ անգործ, գալու է մի օր, որ օրինակ կառավարությունը հնարավոր է Չինաստանի պես խիստ պայմաններ դնի, Չինաստանում օրինակ ինձ դուր եկավ այդ օրենքը, սրանից հետո եթե դու չունես լիցենզիա, այսինքն դու պետությանը պետք է ապացուցես օրինակ որ դու թրեյդեր ես, նոր թրեյդ դասընթացներ անցկացնես, թե YouTube-ում, թե ասենք քո օֆիսում։ Հասկանում եք, ասենք Հայաստանի պես չի էլի, որ տենց մի հատ վիդեո նայեմ, ահա կարելի է ախպերս մի քանի օգու դաս տալ, մի 2 կոպեկ վեգալել թռնել, որը որ անում են հիմա։ Մեր նպատակը շատ գլոբալ է, հետագայում մենք մի հատ մեծ ֆիրմա ենք ստեղծելու,
ու ձեզնից լավագույնները աշխատել են այդ ֆիրմայում, աշխատել են, լավ գումարներ են աշխատելու, թե ինչ ֆիրմա է բացվելու, ես դեռ չեմ խոսում, որովհետև ես չեմ սիրում ինչ որ մի բան անելը, խոսալ, պետքա պատրաստ լինի նոր, իսկ երբ որ պատրաստ լինի, դուք գլխանց արդեն իմանալու եք դրա մասին, լինելու են հաստիկներ տարբեր, խոսքը trade ուսուցման մասին չի։ Բացի տեսանյութներ նայելուց եւ այլն պետք է նաեւ կարդալ գրքեր։ Համար 1 գիրքը Ջեք Շվագեր, տեխնիկական անալիզ։ Ջեք Շվագերը դա լեգենդա թրեյդինգի, ով թրեյդերա պետք է իմանա իրեն, պարտադիր պետք է իմանա։ Ուրեմն գիրքը կազմված է 800 էջից, որտեղ կան տարբեր ստրատեգիաներ, ճիշտ է հին, բայց ինչը հին է, էլի աշխատում է, դա նշանք որ չի աշխատում։ Մեթոդ Y կֆանդե բանի ալիքները մոռացել եմ արդեն ոնց է այդ մարդու անունը։ Էլիոտի ալիքները, հա։ Ամեն ինչի մասին խոսում է այս մարդը, ստրատեգիաները, ինչա թրեյդինգը, ինչա մակարդակը, ինչա այդ ձեր trend line-ը, որ ջարդվեց, ինչ պետք է լինի եւ այլն, պարտադիր կարդացեք։ Ուրեմն այս գրքերը ուշադիր եք, անպայման կարդացեք, եթե ուզում եք ինչ-որ մի բան հասկանաք թրեյդինգից։ Один хороший трейд, ես ռուսերենով եմ կարդում, Ժորժ ջան, կարող մարդիկ լինեն, որ անգլերենով են կարդում, կարող թարգմանեք անգլերենով, հայերեն չկա, հայերեն ասեմ որ չկա, ռուսերեն կամ անգլերեն։ Մայք Բելաֆիորը, Prop ֆիրմայի լեգենդներից մեկը, առաջիններից է, ով Prop ֆիրմա է ստեղծել Wall Street-ում։ Շատ հետաքրքիր գիրք է, ցույց է տալիս իր աշակերտների, իր աշխատողների հոգեբանությունը, թե ով ինչպես է թրեյդանում, ով է սկզբից հիասթափ է դուրս եկել, ով է հիասթափ է, բայց հետո սովորել է ու մնացել է խաղի մեջ, շատ հզոր գիրք է, խորհուրդ եմ տալիս կարդաք։ Ջոն Մյոֆի, տեխնիկական անալիզ ֆյուչերսների շուկայում, ինքը կարելի ասել առաջին գիրքը, որ ցույց տվեցի, Ջեք Շվագերի ավելի կատարելագործված տեսակն է։ Էլի շատ լավն է, խորհուրդ եմ տալիս կարդաք, հաստատ լիքը բան կսովորեք այնտեղից։ Ստիվ Նիսոնի ճապոնական մոմեր։ Ստիվ Նիսոնը դա առաջին մարդն է, ով Ճապոնիայից բերեց ճապոնական մոմերը Ամերիկա ու դարձավ մոդա ճապոնական մոմերը։ Մինչ այդ Wall Street-ի թրեյդերները զբաղվում էին բարերով կամ շտրիխներով, զուտ գծեր այլ է, իրանք հասկացել են գինը կիչնի այդ գծից թե ոչ։ Իսկ Ստիվ Նիսոնից հետո արդեն ճապոնական մոմեր եկավ, ինքը ցույց է տալիս այնտեղ փաթերներ, որ մոմից հետո ինչ կարա լինի, ռազվարոտի մոմը իջնելու է, թե բարձրանալու է։ Մոմերը, ես ասել եմ, դասընթաց կա մոմերի տեսել եք, պետք չի շատ հիմնվել մոմերի վրա, բայց պետք է իմանաք, պետք է, եթե դուք թրեյդեր եք, ուրեմն պետք է իմանաք։ Եվ Ալեքսանդր Գերչիկի կուրս ակտիվ թրեյդերը շատ լավ գիրք է, հետաքրքիր է, լիքը բան կսովորեք, ինքը իրոք շատ վառ անհատականություն է, եթե իր վիդեոները նայեք։ Հա, ճիշտ է, ինքն էլ է trade դասեր տալիս, բայց ինքը միակ trade դաս տվողն է, ում ես հավատում եմ, որովհետև ինքը կա YouTube-ով, այսպես ստուգենք The Wall Street, չեմ հիշում էլ հետո ոնց էր, լավ Գերչիկ գրենք, սենց պետք է որ իրան բերի, հաղորդում կա Wall Street Warriors, հա, Wall Street Warriors-ում Գերչիկը կա, ասեմ, որ այս հաղորդման մեջ, սա բան է, էլի, փաստագրական ֆիլմ է թրեյդերների մասին, Wall Street-ի լավագույն թրեյդերների մասին, ու ինքը դրանցից մեկն է։ Կա, ինքը այստեղ հարցազրույց տալիս, այս ու ասեմ, որ այս հաղորդման մեջ պատահական մարդիկ չեն մտնում։ Ինքը Ռուսաստանի ու ԱՊ երկրների մեջ միակ մարդն է, որ Ամերիկայում աշխատե, ֆիլմի մեջ հարցազրույց տվե, էլի եմ ասում, այդ ֆիլմի մեջ անկապ մարդիկ չկան։ Անկապը մենք ենք, ասենց ասեմ, իրանց կողմ։ Խորհուրդ եմ տալիս կարդալ գիրքը, կարող է պետք գա, կարող է պետք չգա, չգիտեմ, բայց պարտադիր կարդացեք։ Այդքանը Ժորժ ջան, սա զուտ ուղղակի, հենց շուտվանից չենք խոսում, ասեմ 2 բառ խոսանք, հուսով եմ լավ եք, անպայման նայեք տեսանյութերը, անպայման նայեք նորությունները, հա, նորությունների մասով մոռացա ասեմ, գրանցում եք X.com-ում, նախկին Twitter-ում ու ասել եմ մտնում եք այս ալիքը Al Jazeera English, էսի այսօրվա բանի մասին էլի, Պարսկաստան, Իսրայել, Ամերիկա պատերազմի մասին է, սա թարմ նորություններ, արագի մեջ թարմ նորություններ հրապարակվում, պետք է կարդաք, որ հասկանաք short բացեք թե long, դա շատ կարևոր է, առանց նորությունների trade չի լինում։ Հա, տեխնիկական անալիզը կազմվում է մեր գործի 80-ից 90%-ը, բայց պետք է այն 10%-ն անպայման կարևորություն տալ նորություններին, որովհետև եթե ինչ-որ լուրջ նորություն եղավ, ինչ-որ հարվածներ եղավ, շուկան արդեն թքած կունենա, դուք այդտեղ order block եք գտե, թե ինչ-որ մակարդակ եք գտե, ինքը եթե պետք է ջարդի, ջարդելու է։ CNN breaking news, CNN սովորական international անպայման պետք է բաժանորդագրվեք այս ալիքներին, որպեսզի թարմ նորություններ ստանաք էկոնոմիկայի վերաբերյալ,
նայեք Զելենսկին էկոնոմիկայի վերաբերյալ եւ լուրջ ինչ-որ պատերազմական նորությունների վերաբերյալ։ Այսքանը Ժորժ ջան, մնացեք ալիքում ու կստանաք ամենակարևոր ինֆորմացիաները ու դասընթացներ մեր կողմից։ Ամենակարևորը մենք անվճար ենք դասավանդում ձեզ, անվճար ենք ինֆորմացիաներ ուղարկում, նորություններ ուղարկում ու չգիտեմ, այսքան էլի հույս ունեմ գոհեք, շնորհակալ եք մեզնից, մենք ձեզնից շնորհակալ ենք, որ դուք բաժանորդագրվել եք մեր ալիքին, մեր թիմի անդամ եք։ Առանց ձեզ խումբը գոյություն չէր ունենա, ոչ էլ կարճեր։ Այսքանը եւս մեկ անգամ շնորհակալություն, հաջողություն։